Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ Իմ հյուրն է ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Բարև ձեզ, Դավիթ։ Պարոն Արզումանյան, առաջարկում եմ մի փոքր խոսենք հիբրիդային պատերազմներից։ Հասկանալի պատճառներով այդ պատերազմը արդեն վաղուց վարվում է Հայաստանի դեմ տարբեր կենտրոնների կողմից, այդ թվում նաև Ռուսաստանի, եւ հիմա ես կուզեի մի փոքր խոսեինք նախընտրական ժամանակահատվածում այդ հիբրիդային պատերազմից, թե ինչ դրսևորումներ է դա ստանում, կապված հնարավոր ազդեցությանը, ընտրությունների, շատ է խոսվում Մոլդովայի սցենարի կիրարկմանը Հայաստանում, հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ ձևավորման արդյունքում, դուք կոնկրետ տեսնում եք այսպիսի տենդենսներ այսօր, ինչ որ աշխատանք տարվում է կոնկրետ, դուք տեսնում եք այդպիսի բան։ Պրոբլեմը մի քիչ ավելի լայն է, Դավիթ։ Հիբրիդային պատերազմի հասկացողությունը բավականին երկար էվոլյուցիա է ապրել, սկսել է ձևավորվել 2005-2006 թվականներին եւ ձևավորվել է որպես զուտ ռազմական հասկացողություն, որը կիրառվում է առաջի փուլում ավելի շուտ ռազմական գործողությունների, ավանդական ռազմական գործողությունների ձևերին։ Այն ժամանակ խոսում էին կոնվենցիոնալ ռազմական գործողությունների մասին, եւ իրեգուլար ոչ կանոնական պատերազմների միջոցների մասին, պարտիզանական, դիվերսիական, տերորիզմի եւ հիբրիդային պատերազմը մտադիր էր այդ երկու պատերազմների ոճերը միասնացնել միասին, որ ասել այսօրվա ռազմական գործողություններում տեղի ունենում եւ կոնվենցիոնալ եւ ոչ կոնվենցիոնալ, այդ ամենը իրեգուլար երկուսի մեջ պիտի դու հասկանաս ռազմական գործողությունները։ Այդպես սկսում էր էվոլյուցիան, բայց հետո տերմինը դուր եկավ եւ այդ տերմինը մեծացրել են, լայնացրել են, հանել են ոչ ավանդական ռազմական տիրույթից եւ ավելի լայն է դարձել եւ այսօր հիբրիդային պատերազմների մեջ հասկանում են ոչ թե միայն զուտ ռազմական ավանդական տիրույթում ռազմական գործողությունները, բայց նաև ասենք ռազմական գործողությունների տեղեկատվական տիրույթում, հոգեբանական տիրույթում, կոգնիտիվ տիրույթում, տնտեսական տիրույթում եւ հետաքրքիր բան է ստացվել, որովհետեւ ժամանակները փոխվում են եւ էվոլյուցիայի հետևանքով ռազմական գործողությունները ձևավորվում են, կարելի է ասել, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Ցավոք սրտի մենք մտել ենք մի դարաշրջան, որտեղ պատերազմը վայրում է նույնիսկ երկրում փաստորեն բոլոր տորիթներում։ Դու պատրաստ ես տեսնես ոնց է ռազմական գործողությունները գնում տնտեսական ոլորտում, ֆինանսական ոլորտում եւ մնացած են բոլոր ոլորտները, ասեմ, եւ այլ, էներգետիկական ոլորտում եւ դա շատ բարդացնում է վերլուծությունը։ Որտեղ եթե դու ուզում ես գնահատես քո թշնամու գործողությունները, քայլերը, դու պիտի հաշվի առնես այդ բոլոր տիրույթները, դու պիտի հաշվի առնես այն բոլոր ազգային անվտանգության տարրերը, որի թշնամին օգտագործում է քեզ վրա հարձակումը կիրառելու համար։ Եվ դա դժվար է ստացվում։ Այդ բավականին շատ ունակություններ պիտի ունենաս ամեն առանձին տիրույթում ունենաս մասնագետներ, փորձագետներ, որը տիրապետում են ասենք տեղեկատվական պատերազմը, տնտեսական պատերազմը, եւ հետո որպես պետություն դու պետք է ունենաս ինչ-որ մարմին, հաստատություններ, որտեղ այդ ամենը սինթեզացվում է։ Պարոն Արզումանյան, ընդհանուր սահմանումները ինձ հայտնի են հիբրիդային պատերազմի։ Եվ դրա համար կոնկրետ գալիս է նախընտրական, եթե դու գալիս ես ժամանակը ցավոք այդքան շատ չի։ Եթե գալիս եք նախընտրական, մենք պիտի հասկանանք, որ նախընտրական եւ ընտրության այդ արշավը գնալու է այս հիբրիդային պատերազմի տարածքի մեջ։ Դες մենք պիտի հասկանանք, որ ընտրությունների մեջ մենք գնալու ենք ընտրություններով եւ Հայաստանի դեմ կիրառելու է հիբրիդական պատերազմ։ Այդ այն տարածքն է, այդ միջավայրն է, որի մեջ անցնենք անցնելու ընտրությունները։ Եվ թշնամին անպայման մտամտնելու է ընտրությունների մեջ, միջամտելու է, օգտագործելու է
ընտրությունները հարվածելու հայկական պետականության վրա։ Եվ բոլոր այն քաղաքական հասարակական ուժերը, որը մտնելու են պայքարի, ընտրական պայքարի մեջ, պիտի հաշվի առնեն, որ ընտրությունները անց են կանցնում ռազմական գործողությունների ֆոնի վրա։ Այն, որ չկա ավանդական տիրույթում ռազմական գործողություններ, որ չկա կրակոցներ, դա չի նշանակում, որ դու պատերազմի մեջ ես։ Դրա համար քո քայլերը, քո հայտարարությունները ընտրական ներքո դու պիտի հաշվարկես, որ դա տեղի անում նորից կրկնում ռազմական գործողությունների ֆոնի վրա։ Դուք երբ որ ասում եք թշնամիները, կոնկրետ ում է նկատի ունեք արտաքին, ուզում եմ նախ ընտրականի մասին ենք խոսում, մենք ընտրությունների, կոնկրետ որ երկրներ։ Ես երկու հատ process հաստատում Դավիթ, դու ընտրաշավի մեջ մտնում ես մրցակցության մեջ, որին չեն ուզում մրցակցիչներ, ես չեմ ուզում ասել որ թշնամիներ են։ Չէ, արտաքին դերակատարի մասին։ Արտաքին մրցակցությունը գնում է, արտաքին թշնամիները եղել են մնում են ցավոք սրտի կայուն եւ այդտեղ մենք փոփոխություններ չունենք։ Ունենք ուժային կենտրոններ, որը Հայաստանի թշնամիներն են, Ռուսաստանը, Թուրքիան, Իսրայելը մնում է ուժային կենտրոն, որը Հայաստանին ձևավորում է որպես թշնամի։ Կան, ասենք, ոչ ռեգուլար ռազմական ուժեր, ոչ պետական դերակատարներ, ասենք ջիհադիստները, Համաս եւ մնացածները, որ նույն ձևի Հայաստանի վերաբերում են որպես թշնամի եւ մասնակցել են 2020-44 օրվա պատերազմում, ասենք, դրանք մնացել են կայուն։ Այդ առումով Հայաստանի անվտանգության միջավայրը մնացել է անփոփոխ։ Դու ունես թշնամիներ, որը եղել են 2020-23 թվականի երկրորդ Արցախյան արշավի ժամանակ, եւ փառք Աստծո դու չես ունեցել նոր թշնամիներ։ Բայց ստացել ես հավանականություն, ունես հավանականություն ունենալ ռազմավարական պարտներներ, ապագայում կարող է ունենալ դաշնակիցներ, փոխես քո դաշնակներին, որ արդեն դաշնակից չեն այսօր։ То есть թշնամիների առումով կոմոդ փոփոխություններ չկա եւ ես համոզված եմ փոփոխությունները երկար ժամանակ չեն լինելու։ Դա հեշտացնում է եւ դժվարացնում է աշխատանքը։ Հեշտացնում է որ դու հնարավորություն ես ուսումնասիրես քո թշնամու քայլերը, շահերը եւ չփորձես չեզոքացնել իրան մտադրությունները։ Իսկ ոնց կանես դա, ինչքան հաջողակ կանես, այդ քեզանից է կախված։ Բայց մեզ համար 2026 թվականը կարողանալու շիշտեմ, դու պիտի պատրաստ լինես, որ բանցի կանալով հիբրիդային պատերազմի ֆոնի վրա, եթե հաշվի եք առնում, ասենք, Ռուսաստանի հիբրիդային մեթոդները, որ ինքը սիրում է օգտագործել, դրանք բավականին ագրեսիվ են։ Ասենք, եթե արևմուտքը ավելի նուրբ է աշխատում, փափուկ է աշխատում, Ռուսաստանը շատ ագրեսիվ է աշխատում։ Եվ Ռուսաստանը մտադրություն ունի պարալիզացնել, պարակտել, քանդել հասարակությունը, քանդել կապերը հասարակության եւ պետական մարմինների մեջ, դրանով պարալիզացնել պետության հնարավորությունները որոշում ընդունել, որոշում կիրառել։ Բացի պետականից, քաղաքական ոլորտում նույն process-ներն են, то есть Ռուսաստանի ոճը նրա մեջ ինքը պարակտում է, քանդում է այդ կապերը, որը միավորում են հասարակությունը, պետությունը եւ իշխանությունը։ Դրանով պարալիզացնել պետականությունը, պարալիզացնել երկիրը եւ այդ պարալիզացված անորոշ վիճակում հասնել իրենց նպատակներին։ Մենք պիտի պատրաստ լինենք նրան, որ Ռուսաստանի կողմից այդ ագրեսիվ մեթոդները կիրառվելու են։ Ոնց է դա աշխատում, մենք ունենք մեր սեփական փորձը, բայց ասեք արտաքին աշխարհում մենք տեսնում ենք ոնց է դա աշխատում, դու ասել ես Մոլդովայում, Բուլղարիայում, Ռումունիայում, հետսովետական այդ տարածքում, որտեղ կան երկրներ, որը այդ անցումային պերիոդում են գտնում, նույն ձևի սովետական ժառանգությունից պիտի ազատվեն։ Բայց նույնը կատարվում է, ասենք, Եվրոպայի կորիզում, Գերմանիայի, Ֆրանսիայի նկատմամբ եւ այլ։ Ռուսաստանը բավականին կայուն դպրոց ունի, ես կարող եմ ասել դարավոր փորձ ունեցող դպրոց ունի, ոնց է կիրառվում նման ոչ կանոնական ռազմական գործողությունների ձևերով ազդել երկրների վրա, կոգնիտիվ, տեղեկատվական, հոգեբանական, ոչ թե ռեգուլար, հիմա մենք իրեգուլարն իրանք սկզբան է, բայց բացի իրեգուլարից այդ նոր աշխարհում նոր ձևավորող տիրույթները, կոգնիտիվ, տեղեկատվական, հոգեբանական պատերազմների տիրույթում դա նոր է ձևավորում, ասենք, Միացյալ Նահանգներում, Արևմուտքում որպես պատերազմի տիրույթ, բայց Ռուսաստանում դա վաղուց տիրառվում է։ Ռուսաստանի սովետական ժառանգությունից ստանած իրանք ունեն բավականին հարուստ փորձ, Դավիթ, ոնց է դա անվում։
եւ սովետական միությունը եղել Ռուսաստանը եւ սովետական միությունը որպես գերիշխանություն կարմիր գաղափարը, կարմիր իդեոլոգիան փորձում է իրար աշխարհով մեկ, իրանք այդ մեթոդները բավականին լավ տիրապետել են, կազմակերպվել են եւ հիմա ուղղակի օգտագործում են 21 դարի համար։ Եվ փայլուն են անում կարելի ասել։ Պարոն Արզումանյան, Ադրբեջանը ինչ նշեցիք այդ ցուցակում։ Ինձ համար որտեղ Ադրբեջանը մնում է ճակետներով ներեցեք կցորդ Թուրքիայի կամ Ռուսաստանի, Ադրբեջանը որպես սեփական, պես առանձին դերակատար, որը մասնակցում է այդ process-ներում, ինձ համար չկա, ինչու՞ չկա, որ ես գնահատում եմ Հայաստանի գոյաբանական սպառնալիքները տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ասպարեզներում։ Եվ ցավոք սրտի մեզ համար մենք ոչ թե պիտի մտածենք ոնց է պայքարում մեզման համաչափ Ադրբեջանի դեմ, բայց ոնց է պատերազմում, ոնց է դիմադրում ուժային կենտրոններին։ Մենք այդ սխալ արել ենք 2020 թվականին, որտեղ իմ բանակը, իմ ազգը, իմ պետությունը պատրաստում է Ադրբեջանի հետ պատերազմի, բայց մենք մտել ենք պատերազմ Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Պակիստանի դեմ Դավիթ։ Եվ դրա համար այդ ֆոնի վրա ինձ ոչ թե մտահոգություն է Ադրբեջանը, ես գիտեմ ոչ չեզոքացնել Ադրբեջանին։ Ես համոզված եմ մենք կարող ենք ունենալ ռազմական ուժեր, որ Ադրբեջանի դեմ խնդիրները կլուծեն։ Այսօրվա իմ ռազմական ուժերը կարող են դա անել, դաժե այսօրվա ռազմական ուժերը, բայց ոնց է ինչ կա ռազմական ուժեր ես կառուցում, ինչ ռազմական համակարգ ես կառուցում, ինչ ազգային անվտանգության եւ պաշտպանության համակարգ ես կառուցում, որ կարողանաս չեզոքացնել Թուրքիային եւ Ռուսաստանին, դա լրիվ ուրիշ հարց է։ Դրա համար իմ մտքերում ես կոնցենտրվում եմ, փորձում եմ կոնցենտրացվել այդ խնդրի վրա, որտեղ ի վերջո ես մտնելու եմ մենամարտության մեջ եմ Թուրքիայի հետ եւ Թուրքիան դա հրապարակորեն ասում է մինչեւ Ադրբեջանի հետ հարցերը չլուծեց, то есть Թուրքիան միշտ ձևավորում է եւ մնում է Ադրբեջանի հետ կցորդով միասին աշխատում են։ Դրա համար մտածել միայն իզոլացված Ադրբեջանի մասին ես իմաստ չեմ տեսնում։ Նորից եմ կրկնում, եթե ես կարողանամ հասկանալ ոնց եմ Ադրբեջանի դեմ աշխատում, ինձ դա օգուտ չտալիս, որտեղ Ադրբեջանը առնվազն Թուրքիա հետ միասին դաշնակից են լինում։ Հասկանալի է։ Պարոն Արզումանյան, երկար տարիներ հայտնի պատճառներով Հայաստանը ասոցացվում էր արևմտյան երկրներում, Եվրամիությունում, ԱՄՆ-ում, տարբեր դերակատարների մոտ որպես Ռուսաստանի կցորդ։ Այո։ Գերմանիա այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի վերջի այցի մասին է խոսքը գնում, Օլաֆ Շոլցը գերմանական կանցլերը շատ մի կարևոր հայտարարություն արեց, նա ասաց, որ առաջին անգամ Հայաստանը չի ասոցացվում որպես հետխորհրդային երկիր, այսպես մեղմ ձևակերպում արեց։ Ես համաձայն եմ Շոլցի հետ, ինքը ավելի շուտ բան արել, մի քիչ գանձիկա պատվեր հայկական կողմին եւ պետք է մենք ընդունենք ավանս ասել, չեմ ուզում խոսքեր ընտրել, որովհետեւ ցավոք սրտի Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմական դաշնակից, առաջինը ոչ մի բան չի փոխվել, հայտարարությունները եւ դե յուրը եւ դե ֆակտո ինչը մենք ունենք դա տարբեր բաներ են Հայաստանը մնում է հապկի անդամ եւ դա մեջ լուրջ խոչընդոտ է մեր համար ապագա ռազմական դաշնակիցների կառուցման հետ արդեն երևում է որևէ լուրջ երկիր ների Ֆրանսիան լինի Վելիկաբրիտանիան լինի Միացյալ Նահանգներն լինի լուրջ զենքի համակարգեր, լուրջ տեխնոլոգիաներ, ռազմական տեխնոլոգիաներ Հայաստանին չի տեղափոխել, մինչև Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակից։ Դա պետք է հասկանալ։ Բացի ռազմական, դա տենց է Դավիթ, իրանք չեն փոխանցելու, իրանք կարող են քեզ զենք ծախել, բայց այն լուրջ համակարգերը ոնց է դա կերարում, իրանք քեզ չեն մտցնել այդ համակարգի մեջ։ Այդպես է աշխատում, բայց բացի դրանից, բացի զուտ ռազմականից, Ռուսաստանի տնտեսության ոլորտում ազդեցությունը Հայաստանի վրա ահռելի մեծ է մնում։ Բայց եթե այդպես է, հարց է առաջանում, վերադառնանք մեր սկզբնամասին, մեր զրույցի։ Դեպքում Ռուսաստանը ինչ է հիբրիդային պատերազմ վարում Հայաստանի դեմ, եթե ամեն ինչ շատ լավ է։ Որ այդ վերահսկողությունը պաշտպանի, ինքը ռազմական գործողություններով, ազդելով նաև ռազմական մեթոդներով ուզում է պաշտպանի իր վերահսկողությունը Հայաստանի վրա, դա բնական է Դավիթ, որ չկորցնի այդ ազդեցությունը, որտեղ Հայաստանը փորձելով կապեր նոր ստեղծել, փորձելով դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, փորձելով այդ Տրամպի ճանապարհով այդպես կոչված դուրս գա այդ լոգիստիկական սահմանափակումներից, ինքը ստանում է հնարավորություն
անկախանալ եւ հեռանալ Ռուսաստանից։ Ռուսաստանին դա պետք չէ։ Ռուսաստանի համար Հայաստանը քրիտիկական նշանակություն ունի ոչ թե տնտեսական ոլորտում, բայց անվտանգության ոլորտում։ Հարավային Կովկասի եւ Հյուսիսային Կովկասում այդ ճարտարապետության մեջ, անվտանգության ճարտարապետության մեջ Հայաստանի դերը ահռելի մեծ է, որտեղ Հայաստանը այսօր վերջի երկիրն է, որտեղ Ռուսաստանը ունի ռազմական ներկայություն։ Եթե ինքը կորցնում է Հայաստանը, Ռուսաստանի ճարտարապետության, անվտանգության ճարտարապետությունը Կովկասում փլզվում է։ Ստացվում է Ռուսաստանը ունի Ուկրաինայում պատերազմ, եւ Ռուսաստանի անվտանգության ոլորտում փլուզում ունի Կովկասում։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ ճարտարապետությունը դեռ չի փլուզվել։ Չէ, չի փլուզվել։ Ռուսաստանը դեռ կարողանում է պահել այն հետ սովետական ճարտարապետություն անվտանգության, որը ձևավորվել է, ցավոք սրտի մնում է։ Փոխփոխություն է տեղի ունեցել, որովհետև Ադրբեջանում ունի հիմա ձևավորված մեծ ներկայություն, ռազմական ներկայություն Թուրքիան եւ Իսրայելը, ասենք, Ադրբեջանը կարողացել է մի քիչ անկախանալ այդ անվտանգության համակարգից, դուրս չի եկել, մնացել այդտեղ, բայց կարողացել է անկախանալ։ Եվ դրա բալանսավորման համար Ռուսաստանը ուզում է բացարձակ ազդեցություն ունենա Հայաստանում։ Ռուսաստանին պետք է բացարձակ ազդեցություն, երբ Հայաստանում ոչ մեկը չկա բացի Ռուսաստանից։ Դրա համար Ռուսաստանը ուզում է հանի այստեղից բոլոր այն գործոնները, այն դերակատարները, որը կարող են Հայաստանի հնարավորություն տալ ունենալ ուրիշ այլընտրանք։ Դրա համար այդ պատերազմը Հայաստանի դեմ այդքան կատաղի է։ Այսինքն իշխանապողության է ձգտում։ Ոչ թե իշխանապողության, ինքը ուզում է ստանալ այն վիճակ, եւ Հայաստանի իշխանությունները մնում են անկայուն։ Միշտ այդ անկայուն վիճակում թույլ եւ անկայուն, որ կարողանաս հեշտ ղեկավարես, եւ դու անկայուն վիճակում ես շատ փոքր ազդեցությունով դու կարող ես այդ երկիրը պահես այդ անկայուն վիճակում։ Եվ հիբրիդային պատերազմի նպատակն է ոչ թե միայն քայքայել քեզ քանդել, բայց պահել այդ անկայուն վիճակը։ Եվ դու ողջ քո կենտրոնացված ես նրան ոչ բայց քո կայունությունը ոչ թե փլզվեց եւ էներգիա չմնում զարգանալու համար, ուրիշ ուղղություն ընտրելու համար։ Դա է նպատակը հիբրիդային պատերազմի նպատակներից մեկն է, Դավիթ։ То есть պետք է ընդունել պարտությունը հիբրիդային պատերազմում որպես ռազմական պարտություն եւ ստորագրում է կապիտուլյացիա եւ այլ։ Այս անկայուն վիճակը պահել երկիրը, իշխանությունը, պետությունը, հասարակությունը, պարակտված, քանդված իշխանությունը, դա է նպատակը եւ նպատակին այսօր Ռուսաստանը հասնում է իհարկե։ Ես տպավորություն ունեմ դատելով արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցից Բրյուսել, որը եղել է դեկտեմբերի 2-ին, եւ վարչապետ Փաշինյանի այցից Գերմանիա, որ Եվրամիության առանձին երկրները պատրաստ են այդ հիբրիդային պատերազմում Հայաստանին աջակցել։ Որտեւ հետաքրքիր բան ասացին, որտեւ Եվրոպական միությունը զարմանալիորեն իրաց համար հայտնաբերել է, որ Ռուսաստանը կիրառում է հիբրիդային պատերազմ եվրոպական երկրների դեմ, Եվրոպական միության դեմ։ Եվ Եվրոպական միության գործիքակազմում։ Եվ մի քիչ զարմանալով այդ ամբիցիաները Ռուսաստանի զարմացել են, հիմա փորձում են հասկանալ ոնց են կարող իրաք հակադրել Ռուսաստանի ագրեսիայի, հիբրիդային ագրեսիայի Եվրոպական միության դեմ եւ մտնելով այդ ոչի մեջ իրանք ավելի շուտ են հասկանում ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Երբ միջև դու խոսում ես Եվրոպայից, իրանք չէին հասկանում, որտեղ չէ երևում։ Բայց եւ իրանք են մտնում այդ տրամաբանության մեջ, այդ լոգիկայի մեջ, հա, որ իրանք ստիպված են նույն ոճով աշխատել Ռուսաստանի դեմ, իրենց համար ավելի հեշտ է դառնում հասկանալ ինչ է կատարում Հայաստանում։ Եվ դու ստանում ես շատ յուրահատուկ հնարավորություն Միացյալ Եվրոպայի հետ, Միացյալ Միությանի, Եվրոպական միության հետ եւ եվրոպական երկրների հետ միասին մշակել ռազմավարություն, ոնց հակադրել Ռուսաստանի հիբրիդային պատերազմի կիրառման մեթոդներին։ Եվրոպայում վաղուց ձևավորված է եվրոպական հիբրիդային սպառնալիքների կենտրոն, Ֆինլանդիայում է գտնվում եվրոպական կենտրոն, որը փորձում է մշակել նման մեթոդներ, շրջանակներ, ոնց է հակադրում հիբրիդային սպառնալիքներին։ Եվ մենք որպես երկիր պիտի պատրաստ լինենք եւ ուզենանք մտնել փոխհարաբերություն այդ կենտրոնի հետ, այդ փոխհարաբերությունները Եվրոպայի հետ եւ միասին մշակել այն ռազմավարությունները, մարտավարությունները, շրջանակը։ Ձեր կարծիքով դա արվում է։ Իշխանության մակարդակում։ Երբ ես հնարավորություն եմ ունեցել այդ կենտրոնում խոսալ այդ կենտրոնի ղեկավարների հետ, ես դրա մասին խոսել եմ 2022 թվականին, որ մենք ուզում ենք, որ դուք գաք Հայաստան։
որտեղ Հայաստանի փորձը յուրահատուկ է Ռուսաստանի եւ Թուրքիայի հիբրիդային պատերազմի չզոքացնելու, հակազդելու համար, մենք բավականին յուրահատուկ ենք Դավիթ, որտեղ Հայաստանում խաչմերուկ է իրոք եւ խաչմերուկում այստեղ մեծ դեմ կիրառում են հիբրիդային պատերազմի մեթոդները եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ Իսրայելը, եւ դրա համար մենք ունենք յուրահատուկ փորձ ոնց պիտի հակադրես ման հարձակմանը։ Եվ դա այդ փորձը կարող է օգտակար լինի ոչ թե միայն Հայաստանի համար, բայց հանդերձ եվրոպական երկրների համար։ Բայց դա պարտադրում է ձևավորել ուրիշ մակարդակի վրա հարաբերությունները եւ հասարակության հետ, այդ երկրի Եվրոպայի հասարակության հետ, երկրների հետ եւ պետական մակարդակի վրա Հայաստանը որպես պետություն պիտի մտածի ոնց է կձևավորում հարաբերությունները եվրոպական պետությունների հետ եւ իշխանությունները իհարկե ոնց են իրանք աշխատում միասին որ կարողանան հակադրել Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքների դեմ։ Դա բավականին դժվար խնդիր է։ Պրոբլեմը այն է Դավիթ, որ հիբրիդային սպառնալիքները, հիբրիդային գործողությունները, հիբրիդային բավականին բարդ է։ Ինքը ի սկզբանե բարդ է, որտեղ շատ գործոններ տարրեր է մեջը, բայց որպես ամբողջականություն բարդ է։ Այդ բարդությունը հասկանալ, այդ բարդ ռազմավարությունը կիրառել, մշակել եւ կիրառել, դա բավականին դժվար աշխատանք է եւ դու պիտի պատրաստես քո անվտանգության համակարգի մասնագետներին, փորձագետներին, ժուրնալիստներին քո երկրում, որոնք կարողանան այդպես աշխատել։ Դա բավականին դժվար աշխատանք է Դավիթ ցավոք սրտի։ Հենց այդ կատարումից ելնելով ես այսօր ձեզ հետ որոշեցի զրուցել այս թեմայի շուրջ, պարոն Արզումանյան, եւ շատ շնորհակալ եմ այդ հնարավորության համար։ Շնորհակալություն քեզ։ Մեր հյուրները ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Ռաչի Արզումանյանը, այսպեսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ Դավիթ Ստեփանյանը կհանդիպի։